ձեզ հարգելի գործընկերներ, այսօր մեր անդամանի մամուլի սիրահարի հյուրերն են, թույլ չենք տալու Արամ Ատեշյանին Հայաստան մտնել անվան հանրային նախաձեռնության 3 անդամները, մենք կներկայացնենք ընթացքում ովքեր են եւ տարածաշրջանային հարցերով փորձագետ Վերլուծաբան Սարգիս Հասպանյանը։ Պարոն Հասպանյան, առաջինը գուցե ձեզ տալ խոսքը, քանի որ Արամ Աթեշյանի հետ կապված ասելիքը միշտ ձեր կողմից է հնչել մեր հայաստանյան մամուլում եւ նրա ասուլիսների ժամանակ, հիմա պահը եկել է խոսքից անցնելու գործին։ Այդ կապակցությամբ ինչ ունեք դուք ավելացնելու, որից հետո կանցնենք արդեն նախաձեռնության։ Ես ուզում եմ ողջույն նախ ձեր բոլորին, շնորհակալություն հետաքրքրության համար, որովհետև դա իրոք ազգի ամենակարևոր ժամանակահատվածն է, ի վերջո հոգևոր տասը պիտի արտահայտվի այս եղելության մասին։ Մենք հոգևորականի երբարը միշտ պատկերացնում ենք այսպես վերացական։ Երբ որ հողեղեն է դառնում այդ հոգևորական, արդեն հարցատրումներ է լինում։ Ես հիշում եք վերջին ասուլիսում այստեղ ձեր հետ հանդիպած ժամանակ ասեցի, որ Արամ Աթեշյանը քրբանում պետք չէր $100 ունենա, միլիոնավոր դոլարների անշարժ քույք ունի ամեն օր։ Դա դարօրինակ է։ Ուրեմն սա իր էջմիածնի բնակարանի, ավելի ճիշտ ըսկայական մի հատ դարածքի գալվածի լուսանկարներն են։ Ես ինչ որ ցույց եմ տալու, Նոյան Դաբանը ունի բարձր որակավորման մեգապիքսելներով կստանաք Նոյան Դաբանից, հա, այս մարդը, այս անշարժ քույքը ցերկ է բերել առողջարքի պայմանակրով, իր անձնակրով դվյալները ձեր մոտ են, հա, եւ նաեւ այդ անշարժ քույքի գործակալության դողոսային հարաբերություններն ալգա մեջի մեկ, սա մեկ դան փաստն է, Աբովյան քաղաքում եւս այս մարդը ավելի մեծ գալված ունի, հա, Մոսկվաներում բիզնեսներ ունի, Իստանբուլի ամենա թանգանոց թաղամասերում ունի եւ այլն եւ այլն։ Դա անհեթեթություն է, այսինքն հայ հոգեվորականը պիտի այդ ամբողջ եղած հոգևոր ծառայություն պիտի մատուցի, հա, այսպես ասած իր ժողովրդին նման գեցվածքով է հանդես գալիս եւ ոչ ոք չի հարցնում, քեզ որտեղից էս ամբողջը, կամ որ այս ամբողջը դու ունես, հա, ինչու այդ քու ունեցածդ քու ժողովրդի համար չես տրամադրում, հա, հարցը հետևյալն է։ Հիմա ես 3-4 օր մի շատ հետաքրքիր փաստի հետ թեմ հանդիման եկա, որ իր հետ միասին, Արամ Աթեշյանի հետ միասին, մանգուց, թասնգեր եղած մարդիկ, իրեն թասարանը 9 հոգուց է պահակացած եղել, հա, ուրեմն այդ 9 հոգին այստեղ է, ասում եմ, նկարները բոլորը դուք կստանաք Նոյան Դաբանից, ձեր մամուլում, եթե ուզում եք օգտագործել, սա Արամ Աթեշյանի Երուսաղեմում, հա, ուրեմն Սուրբ Հակոբ ժառանգավորած վանքում իր հետ միասին նույն ժամանակ հոգևոր ուսման գնացած թասարանն է, հա, այդ թասարանից այսօր 2 հոգի արդեն ննչեցյալ են, չի գան, բայց մնացած 7 հոգիները կան բացի Իրանից եւ այդ 5 մարդուց 4-ը իր մասին արտահայտվում են այդպես, որ ավելի լավ է թշնամուց չեմ մեզ մաղթի այդ բանը, բայց մի հանգաման կա, որ ուզում եմ ձեզ պատմել, որը շատ կարևոր է եւ այդ ասողը հենց իր թասնգերներն են ու այդ իր թասնգերների վկայությամբ այս մարդը մի բան է արել, որը մեր պատմության մեջ սրբաբղծությանից անտին է։ Ուրեմն նա ունեցել է մի թասնգեր, Հայր Մանուել Երգատյան։ Սա Արամ Աթեշյանի թասնգեր Հայր Սուրբ Վարդապետ Մանուել Երգատյանն է։ Ուրեմն Հայր Մանուել Երգատյանը իր հետ միասին 1954 թվականի ծնունդ իր հետ միասին մեկնել է Երուսաղեմ, իրար հետ են սովորել, իրար հետ են ուրարագիր դարձել, սարգավակ, դարիներ հետո մեկը դարձել է վարդապետ, մյուսը վերադարձել է պոլիս եւ շարունակել է իր բանը։ Երբ որ Հայր Մանուել Երգատյանը այցելել է պոլիս 1980 թվականին, որպես իր հետ միասին նոր, այսպես ասած, ջեմարանային աշակերտներ դանի Երուսաղեմ, որպեսզի հոգևոր ծառայություն կարողանա մատուցել, որովհետև Թուրքիայում հոգևոր ծառայության համար մենք չունենք ջեմարան, ստիպված բոլորը կամ Սուրբ Էջմիածին կամ Սուրբ Երուսաղեմ են գնում, ուրեմն Հայր Մանուել Երգատյանը ցերպակալում է թուրքական իշխանությունների կողմից։ Իրեն ուրեմն մեղադրում են Հայր Մանուել Երգատյանին, որ իբրև թե ինքը ասալայի, այսինքն այսպես ասած հայկական զինյալ բայկարը դանող տերորիստական թուրքական իշխանություններ այդպես կոչում են, ուրեմն գազագերբության անդամ է, իբրև թե ինքը իր շան անունը
Աթաթուրք է դրել, հա, այսին Երուսաղեմի մասին է խոսքը, որ յուրաքանչյուրին պատմում է, որ թուրքերը բռնազավթել են մեր երկիրը, դա Արևմտյան Հայաստանը եւ այլն եւ մեղադրում են։ Ուրեմն 7 հոգի վկայություն են տալիս Հայր Մանուել Երգատյանի դեպքով, հա, միակ մարդը, որ վկայությունը չկա բաների մեջ, այսպես ասած ոստիկանական բանում, Արամ Աթեշյանն է, շատ հետաքրքիր է, այսին 15 լինելով չհարցակնվել ոստիկանության կողմից, դա նորմալ չի, այսին ինքնըստինքյան հարց է առաջանում, ինչու մնացածը հարցակնվում եւ ասում են իրենց իմացածը եւ բոլորն նրանցից պաշտպանում են Հայր Մանուել Երգատյանին, որ այդ ամբողջ անհետեթություն է, նման բան գոյություն չունի, Հայր Մանուել Երգատյանը միայն հոգևոր, այսպես ասած, դեսուչ է, հա, դասավանդում է եւ այլն, եւ Թադաստան է լինում մեր ժամանակի հենց պատրիարքը Շնորհ պատրիարք Գալուսյանը պաշտպանում է Հայր Մանուել Երգատյանին, բայց թուրքերը 14 տարի ուրեմն փանդարգություն են տալիս Հայր Մանուելին, 5 տարի անընդմեջ խոշտանգվում է հայ հոգևորականը 80-ից մինչև 86 թվական, 86 թվականին ազատվում է եւ գրգին ցերպակալվում է 88-ին, 89-ին եւ ի վերջո կարողանում է խույս տալ Թուրքիայից փախնել։ Եվ դառնում է Հոլանդա հայության առաջնորդը ինքը, մինչև 2004 թիվն ապրում Հայր Մանուել Երգատյանը, ուրեմն վախճանվել է 2004 թվականին Ալմելո քաղաքում։ Ուրեմն այժմ արտասահմանում գտնվող իր ընկերներից մեկը հadouk ինձ խնդրել է, հա, անունը Սահակ Ակկաշ, հա, ասում է ես կարող եմ ցանկացած դեղ հանդես գալ, ասել, ուզում ես մամուլին դուր իմ դվյալներս, հեռախոսիս համարը, բան ինքը նաև վեապար դիրոջ լավ գիտի, Սահակ Ակկաշ իր տասնգերն է, հենց ուրեմն Արամ Աթեշյանի տասնգերը, ասում է մենք բոլորս ամբողջ հասարանով ադելով որովհետև ասում է մեր մոտ այդ գասկածը արդեն, հա, վաղուց, հա, դարձել է համոզմունքի, որ հենց Մանուել Երգատյանին, Հայր Մանուել Երգատյանին թուրքական իշխանություններին ձախողը, այսպես ասած, դավաճանողը եղել է Արամ Աթեշյանը։ Սա ես 3 չէ արջի օր քիշերն եմ իմանում։ Այս մասին ընդհանրապես տեղեկացված չէի։ Եվ ինձ հասել արդեն այդ ժամանակաշրջանի, ուրեմն հասարանի ընկերներից 3-ից նամակ, նրանց թույլտվությունը չունենալուց համար այժմ չեմ հրաբարագում, եթե ունենամ թույլտվությունը գրաբարագեմ առանց խնդրի, որտեղ գա նաև մի երկրորդ խայտարակ բան, սա մեր Ամստերդամի եկեղեցին է։ Հոլանդիայում մենք 1714 թվականից ունենք եկեղեցի։ Արամ Աթեշյանը այս եկեղեցում ծերագիր, հա, ուրեմն թե դբակիր, ճիշտ ասած երևի թե դբակիր, որովհետև այս թվականին չէր կարող ծերագիր լինել, արդեն դբակիր, ուրեմն ավետարան է ձախել բարձր քնային արժեքով հայ հոգևորականը, որտեղից է ցերկ բերում այդ աստվածաշունչը չգիտես, հա, փոխանակ Հայաստանին նվիրի, Էջմիածնին նվիրի, Մադենաթարանին նվիրի, գնում առուձախի է ենթարկում այդ հոգևոր, այսպես ասած, գիրքը եւ այս եկեղեցին գնել է Արամ Աթեշյանից փող վճարելով եւ հիմա այդ աստվածաշունչը գտնում է Հոլանդիա եւ այդ մասին հաղորդողը եւս Արամ Աթեշյանին թեր մանգուց իմացող Երուսաղեմ իրար հետ միասին սովորած ուրեմն անձնավորություն է, որը եւս պատրաստ է մամուլին այդ ամբողջը գրտնել ինչ որ գա, այստեղ իրենք ամբողջ հասարանով նկարվել են, հենց այս անձնավորությունն է, պարոն Բալկչյանը, հա, Գյուրեղյան Բալկչյան, ուրեմն որ այս մասին հայտարարել է։ Հիմա այս երկու բաները, որ իմ համար նորություն, ինձ ավելի, այսինքն ասարսուր վիճակի մեջ է, մարդ չի պատկերացնում, չի կարող հոգևորականը նման գերբար ունենա, այսինքն հերիք չի այդ ամբողջը, որ ժողովուրդը բարակ տվա հայ աղջիկները դեն դղաները թուրք աղջիկ են բերում իրենց տունը խառնի ջաղանջ վիճակ, Մեսրոպ Մուտաֆյան Բադրիարքը գիտեք, անմեղսունակ, անկորձունակ բարգած ազգային հիվանդանոցում ու մի մարդ եկել բազմել է մի աթորին, հերիք չի թուրքերի հետ Սիլիբիլի անում, մի հատալ էսենց արելդուրովը սպաղված ու բղձում է յուրաքանչյուր հոգևորականի գերբար։ Իմ համար անհասկանալի էր այս ամբողջը, բայց այնուամենայնիվ շատ իմ անգյունից 25 տարիներ ի վեր Հայաստան ապրողս դեսա, որ այս կոնե մի շաբաթ 10 օրը
հայրենի հասարակությունը իրոք իր բարձրագետին էր, նախաձեռնություն հանդես բերեցին, ձեզ ուզում եմ անպայման ասել, որ ես նախաձեռնող խմբի հետ օրգանիկ որևէ կապ չունեմ։ Ես Արամին մանկուց ճանաչողի բրև անձ, Սուրբ Խաչսբրավանքի նախկին սան ու իր յուրաքանչյուր գենսակրական քիծը շատ լավ իմացող անձնավորություն, միայն ձեզ հայրենի ԶՄ-ներին դեղեկացվածության համար եմ օժանդակել, բայց նախաձեռնող խմբի անդամները երևի իրենց ասելիքը գասեն, եւ այս նախաձեռնությունը ես վստահ եմ պետք է ավարտին հասցնել, այսին հասնել այդ նպատակին, որ քոնե մեկ հոգևորական բադիժ գրի իր ոչ հոգևորական գերբարի համար։ Արամ Ատեշյանից պետք է հանել այդ սքեմը, նա արժանի չէ, Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու ուրեմն փիլոնը գրելու եւ մեկի դեղ 100 հատ, ուրեմն բան կա, մեղադրանք կա իր հասցեին եւ ես հույս ունեմ որ Բորիսում եւս կհնչեմ մի քանի օրից ուրեմն իր հասցեին շատ ավելի լուրջ մեղադրական քան սա, նա եթե ինքնագամ չհրաժարվի, այսպես ասած, իր բռնազավթած աթորից եւ թույլ չտա Կոնստանդնոպոլսում տեղի ունենան պատրիարքական ընտրություններ, որ հայ ժողովուրդը համայնքը ինքը իր վստահորդին ընտրի, ուրեմն մենք իրոք շատ լուրջ խնդրի առաջ են կանգնելու եւ Թուրքիան իր խաղը դանելու է իր մանգլավիկ եւ այսպես ասած խրդվիլակը դարձրած Արամ Աթեշյանով։ Այսքան ինչքան ես Արամ Աթեշյան անձի իրենց ակցիաների մասին իրենց ես կներկայացնեն։ Շնորհակալ եմ։ Խոսքը տանք Տիկին Գոհարին, Գոհար Աշակյան լրագրող, ուրեմն փոքր ներկայացրեք ինչպես ստեղծվեց այս գաղափարը եւ հիմա այս պայմանությամբ ինչքան աջակիցներ կան ձեր կողմից։ Մենք թիվը չենք հաշվել, մենք կարծում ենք, որ մեր բանակը այնքան մեծ է, երևի Հայաստանի ողջ ազգաբնակչությունը, քանզի այստեղ ծվարել են 15 թվի ջարդերից կամ դրանից առաջ Համիդյան ջարդերից հետո մեր նախնիները, մենք բոլորս էլ նրանց շարունակություն ենք։ Աթեշյանը այս քայլով ոչ միայն պղծեց մեր 1.5 միլիոն նահատակների մարտիրոսվածների հիշատակը, այլև մեր ողջ թաղեց նա, կներեք արտահայտությանս համար, ես ուղղակի չեմ կարող բառեր գտնել որակելու այդ արարքը։ Եվ այսօր ես ուզում եմ անձամբ իրեն դիմել ձեր միջոցով, կարծում եմ, որ նա կգտնի կայքերից այս խոսքը։ Ես ուզում եմ հենց ճակատային իրեն ասել։ Նրան սրբազան բառը չպետք է օգտագործել։ Պարոն Աթեշյան, ուզում եք հաջողանալ ձեր տերերին, եղբայր այդ բանն անեիք այլ կերպ, անեիք մեկուսի, չէ որ ձեր կապերը այնքան հստակ ու մեծ են դեպի վերևները, էլ գորշ գայլեր, էլ չգիտեմ ինչ, միջնորդություն եք անում, գալիս են անգամ հանդիպում են մեր կաթողիկոսի հետ նրանց լիդերները, նկարահանվում են մեր հրապարակում եւ այլն, չէ որ դուք դա կարող եք ավելի լավ անել, մի բրլյանտ էլ ավելի նվիրեիք ձեր նախագահին եւ գնայիք մեկուսի հայտ, դուք ինչ իրավունքով եք մեր անունից ողջ հայության, մասնավորապես Պոլսահարության անունից իրավունք տվել նման հայտարարություն անել, այն էլ այն պահին, երբ աշխարհը միտված է ճանաչելու եղեռնագործությունը թուրքերի կողմից եւ Գերմանիան էլ պատահական երկիր չէ, որ ճանաչեց, ու այս առիթով դուք հրապարակավ ընդգծվում եք եւ նսեմացնում, ստորացնում, սրբապղծում եք նախնյաց հիշատակը եւ ասում եմ, նաեւ արհամարում մեզ ողջերից։ Նախագահին կամ ժողովրդին, բայց վստահ եմ, նախագահին կարող է հաջողացել, բայց ժողովուրդը անշուշտ կգտնվեն այդտեղ մարդիկ, որ կասեն, սա խայտարակություն է, սա ինչ նա ապացուցեց Աթեշյանը իր այս քայլով, որ 101 տարի է անցել Եղեռնից, սակայն այս երկրում ոչինչ չի փոխվել, հայը դեռ վախեցած ապրում է, ավելին սարսափում է անգամ, երբ որ օտար ազգեր, օտար երկրներ գնահատական են տալի։ Նա ապացուցեց մի անգամ եւս, որ Թուրքիան ոչ ժողովրդավար երկիր է եղել եւ ոչ էլ հույս կա, որ կդառնա ժողովրդական երկիր։ Նախագահության մասին Ես իմ խոսքը չեմ ավարտել, դուք կհամբերեք, ես վերջացնեմ, հետո ձեր հարցերը ուղղեք։ Բոլորիս է ցավը, ես կարծում եմ ավելին չեմ մանրացնի, մեր նպատակն է, որ համայնքի առաջնորդը կամ պատրիարք
պատրիարքի փոխանորդ է լինել եւ նա պիտի պատասխան տա իր արարքների համար։ Մեր նպատակն է, որ նա չմտնի Հայաստան։ Նրա պիղծ որ այնպես լավ վիճակում չի։ Այդ դրանցով պիտի դիմավորենք։ Մեր անելիքը առայժմ այսքան է։ Իսկ նա ո՞նց պիտի նայի մարդկանց աչք։ Ես միայն զարմանում եմ այդ մարդու համարձակության վրա։ Ո՞նց է ուզում գա այստեղ, համարել է։ Այն որ ասում մի խելար քարը գցեց ձորը, 1000 խելոքներ հավաքվեցին, չկարողացան ան։ Այս մարդը նաև չի մկրտում դարձի եկող հայերին։ Բազմից ես լրատվության միջոցներով կարդացել շատ անգամ, թե ինչ պատմության առաջ են կանգնում դերսիմա հայերը, մյուսները, որոնք ուզում են վերադառնալ իրենց արմատներին։ Նա արհեստական տեղեկանքներ է պահանջում եւ այլն խոչընդոտ։ Անգամ այս մարդիկ, երբ որ իրենց ծախսերով եկել հասել էին Երևան, այնտեղից հրովարտակ է ուղարկում, թե չմկրտի ոչ մի հայ առաքելական եկեղեցու, ոչ մի թեմում չմկրտվել։ Դա ինքը պիտի է, բայց ով է եղել նա։ Նա փաստորեն դեմ է դուրս գալի եւ պետությանը եւ մարդու իրավունքների, չէ՞ որ շատ երկրների սահմանադրության մեջ գրված է, որ մարդը ունի խղճի դավանանքի ազատության իրավունք։ Սա ինչ է, ամենակարող է դուրս է գալիս։ Նա հայ առաքելական եկեղեցին առնվազն իր ձեռքին խաղալիք է դարձրել եւ կարծում եմ, որ մեր անունը, մեր պատիվը թույլ չի տալիս, այսպիսի մարդը ներկայացնի հայ համայնքը, առավել եւս լինի առաջնորդ։ Տիկին Աշակյանի, ձեր ասածի պես այդ մարդը եթե ունի այդ հնարավորությունները, ինքը կարողացել այդ ամենը անել, ինքը չի կարողանա մտնել Հայաստան, այսինքն մենք այն ուժն ենք, որ կարողանան Դե նա պիտի մտնի օդային ճանապարհով, եթե Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը որպես ռազմական գաղտնիք չպահի նրա ժամանման վայրը, մենք կհասնենք մեր նպատակի, մենք Էջմիածնի վրա արդեն ստիպված ենք այդ ձվերն ու լոլիկները նետել, ինչ կարող ենք մեր, դա մեր իրավունքն է, ոտնահարված է, մարդուս ինքնությունը, վիրավորված եմ, ամբողջ ասում եմ, ողջ թաղեցին մեզ դուրս եկավ, սա է։ Շատ է, ես կարծում եմ, եթե մենք հայտարարենք, որ այս ինչ ժամին ցավոք սրտի, մենք այսօր չգիտենք նրա ժամանման ինքնաթիռի ռեյսը, նա թաքուն է պահում, Էջմիածինը չի ասում։ Օրը մոտավոր գիտենք 23-ին է կարծեմ, թե 22-ին մոտավոր է, բայց հոգը իմանանք, որ եկավ հասավ Էջմիածին։ Մենք ինքներս չենք ուզենա, երբ որ Ֆրանցիսկոս առաջին Հռոմի պապը այստեղ է, իդեպ նա եզակի պապերից է, որը խորակնածանքի հարգանքի արժանի մարդ է։ Ես ինքս պապական գործերից չեմ հասկանում, բայց այս պապը ուրիշ պապ է։ Չգիտեմ։ Լավություն չունեք, որ պապի այցելության օրերին Դե որ պապը այնտեղ եղավ, մենք հազիվ թե այդպիսի բանի գնանք, որտեղ երկիմաց կդառնա, մեկ ուրիշ է լրատվական որևէ ծախու, ես իմ դրսից, ես իմ ինչ կարան ցույց տամ, թե իբր մենք պապին այդպես դիմավորեցինք, այդ բոլոր քայլերը հաշվի են առնված։ Ուղղակի սարսափելի է, որ մտածել այդ մարդը ներկայացնում է համայն, ընդ որում եղել են չէ պատրիարքներ, ոչ թե տեղապահներ, որ շատ ավելի դժվար, ավելի բարդ կացության ժամանակ են եղել եւ նման քայլի չեն։ Սա բիզնեսմեն է առնվազն, իր բիզնեսի համար է արել։ Նախաձեռնությունը ինչ-որ դիմում, բողոք, նամակ։ Ես ունեմ, բերել եմ, հեսա ձեզ կտամ 4 օրինակ, չգիտեմ։ Եվ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին ենք ուղել եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ենք ուղել, ինչպես նաեւ դիմել ենք Ֆրանցիսկոս պապին, որպեսզի նա իր կարծիքն արտահայտ, իր գնահատական դրսից եկած եւ միակ մարդը, նա պատմակը նրա ընկալմամբ, սա ոնց է, սա չի մարսվում ոչ միայն մեր հայերից կողմից, այլև չի մարսվում համայն մարդկության կողմից, որտեղ տեսեք, մի կողմից կան թուրք առաջադեմ հասարակություն, որը ցեղասպանության խնդիրը բարձրացնելու համար դատապարտվում է, խոշտանգների է ենթարկում, բերդերում, բայց չի ընկրկում։ Իսկ այս սրիկային ով էր ասել, որ գնա երևի ատրճանակ ցուցանեցին, նա գրեց, ստորագրեց ստիպված, բայց ես չեմ կարծում, չէ՞ որ Թուրքիայում են փոփոխություններ են կատարում, որ այսօրվա Թուրքիան համեմատաբար ավելի բարվոք է, քան 20 տարի առաջվա, 20 տարի առաջ մենք այսպիսի բաներ չենք կարող պատկերացնել։ Ըստ իս, որն էլ իր օգտին ոչ մի բան չի խոսում։
Լավ, գուցե մենք հնարավորություն տանք նաև մյուս անդամներին, հաջորդ Սոսե Գլեջյան, Տիկին Գլեջյան, հետաքրքիր է, որ այս անգամ նախաձեռնության անդամները ասելով մենք սպասում ենք, որ պետք է լինեն ավելի երիտասարդներ, բայց այսօր նկատվում է, որ ավելի հասուն տարիքի մարդիկ են այս գործի հետ արդեն առաջում, դա արդեն նշանակում է, որ Ես իմ պապիս տատիս արդյունքները չեմ մոռացել։ Մինչև հիմա։ Տիկին Գլեջյան, խնդրեմ, ներկայացեք եւ ասեք հաշվեն այսօր երիտասարդության ոգին են դուք եք, նրանց դուք եք առաջնորդում։ Այո, ես ուզում եմ խոսել եւ անդրադառնալ այն արձագանքներին, որոնք ուզում են արտահայտել Աթեշյանի այս պահվածքը, դա Թուրքիա է, հայերի համար Թուրքիայում որպես հայ իրենց դրսևորելը դա շատ ծանր է, դա շատ վախենալու է, այդ դեպքում ուզում եմ զուգահեռ անցկացնել միթե այդ վախը չի զգում կամ այդ նույն երկրում չի ապրում Կարո Փայլյանը, որը 100 տարի հետո առաջին անգամ թուրքական մեջլիսում այնքան համարձակ գտնվեց, որ գիտենք ինչ արեց Գրիգոր Զոհրաբի եւ մյուս հայ պատգամավորների նկարները դրեց։ Միթե նա չէր վախենում կամ իր կյանքին վտանգ չէր զբաղվում, կամ միթե իր կյանքը իր համար այդքան անկարևոր է, քան Աթեշյանինը, որ ոմանք արդարացնում են Աթեշյանի այդ քայլը ընդամենը դրանով։ Եվ մյուս զուգահեռը կուզենայի անցկացնել այն առումով, որ Աթեշյանը փաստորեն կանգնած է հայ եւ թուրք հասարակության սահմանագլխին Թուրքիայում եւ ինքը ներկայացնում է հայերի շահերը, բայց ոչ թե ներկայացնում շահերը, այլ առաջին հերթին ինքը ընդամենը այսպես ուզում է դուր գալ, ուզում է անել այն, ինչ որ թուրք իշխանություններին է այո հաճելի եւ այդ ամենը բացատրել միայն իր անձի պաշտպանությամբ, իր անձի անվտանգությամբ, ինձ թվում է եթե մարդը ի վիճակի չի դա հոգեվոր լինի, թե աշխարհիկ լինի, եթե չես կարող վախենում ես, ուրեմն այդ դերը մի կատարի, այո, որտեվ դու քո համար չես, դու նաեւ մի ամբողջ հասարակության շահ ես ներկայացնում եւ դեմք ես ներկայացնում, եթե չես կարող, ուրեմն ինքնակամ հեռացի, այսքանը։ Երիտասարդ մեր նախաձեռնության անդամների Քանի որ շատ բան արդեն ասվեց, ես չէի ուզենա ներկայացի։ նախ ներկայանամ, իմ անունը Սիրուն Սեմերջյան, ուրեմն քանի որ շատ բան ասվեց, ես չէի ուզենա կրկնվել եւ կլինեմ շատ հակիրճ, ես այստեղ եմ ներկայացնելու մեր հայ երիտասարդության վրդովմունքն ու զայրույթը, ինչպես հայ հոգեվորականը կարող էր նման ստորակար շարարքով պղծելու մեր հայ անմեղ զոհերի հիշատակը, ինչպես նաև պախարակելու հայ հոգևորականի կերպարը։ Եվ մենք սա այսպես չենք թողելու եւ անելու ենք ամեն հնարավորինս, որպեսզի նա պատասխան տա իր ստոր արարքի համար։ Ուրեմն ես այստեղ բերել եմ, սա իմ ընտանիքի պատկերն է 15 թվականից առաջ արված։ Ես արմատներով սեբաստացի եմ։ Թուրքը ինձանից ներողություն չի խնդրել իմ ընտանիքը սպանելու, կոտորելու համար։ Ինչու պիտի Արամ Աթեշյանը ներողություն խնդրի Թուրքին, ես չեմ հասկանում եւ չեմ ընդունում դա, եւ հույսով եմ, որ այս մեր նախաձեռնությունը համապատասխան արձագանք կստանա բոլորի կողմից։ Շնորհակալություն։ Լավ, փաստորեն մենք ունենք երկու տարբերակ։ Առաջի դեպքում այն փակված է, որ թույլ չտանք, որ նա մտնի, իմանալով իր այցելության ժամը, իսկ եթե հանկարծ գա, մենք չենք ուզում Հռոմի պապի հետ կապված այդ արարողակարգին էլ ինչ-որտեղ հաթարել հաջորդ մեր քայլը ինչպիսին պետք է լինի։ Այսինքն առաջին կարծում եմ, եթե մեր գործողությունները չկարողացանք նպատակին հասցնել, անշուշտ նպատակին հասցնելու պարագայում էլ այնպես չենք նստել ծալացը, մինչև որ մեր հոգևորականների գերագույն խորհուրդը չլսի այս չգիտեմ, առաջնորդ կոչվածի, վարքը, պահվածքը եւ այլն։ Մենք հետամուտ ենք ունենք, գրավորը ամենտեղ կդիմենք եւ շարժումը առավել մեծ թափ կհավաքի, ակցիաներ կանենք ամենուրեք։ Տիկին Գոհարիմա եթերից վեր կոչը։ Ես կներեք էլի բան ավելացնեմ, այստեղ գալուց ինձ հասավ այս բանը ազգային ժողովում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ստորագրավակ է սկսել պատգամավորների
մոտ 30 պատգամավոր 4 տարբեր կուսակցություն, մեկը ուրեմն անգախ պատգամավորի կարգավիճակով արդեն ստորագրել է, որ նույն Արամ Ատեշյանի հարցն է բարձրացնում, սա աննախադեպ է երևի, աննախադեպ է այդ առումով, որ ուրեմն մեր ազգային ժողովի օրենսդիր մարմինի պատգամավորները, դարբեր քաղաքապարները գիսող, նույն հարցի արդիվ կարողանում են իրենց ստորագրությունը տնել այստեղ թե իշխանության կուսակցության անդամներից, պատգամավորներից եւ թե բանից ընդդիմության ասենք ներկայացուցիչներից, սա ուրախալի է, որովհետեւ խնդիրը Սուրբ Էջմիածնից դուրս է, մուտք ու ելքը որևէ մարդուն այս երկիր, Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է եւ պիտի երևի թե պատգամ մարմինները pedagogan պաշտոնական այս մասին լուրջ մտածեն։ Պատկերացրեք մի բան, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի, այսպես ասած, Օսմանյան, Չագերդյալ, Գայսեր, Սուլտան, նիդեղ իրեն դրած շիզոֆրենիկը փորձում է հայ ազգի մեր pedagoganության, հայոց pedagoganության եւ նաեւ Սուրբ Էջմիածնի այսին հետ հավատացել ամբողջ հոդի զգոնությունը եւ սա իր համար լագմուսի թուղթ է։ Եթե Ատեշյանը սրբաբղձելով 1.5 միլիոն, հայության մեր անմեղ զոհերի հիշադակը, այսինքն Հայաստանյան Արաքելական եկեղեցու սրբաթասած 1.5 միլիոնին բղձելուց հետո կարողանում է այդ սուրբ երկիր ոտք դնել, ուրեմն սրանք աչք չեն, ուրեմն սրանք բեդություն չեն, ուրեմն սրանք զգոնությունը չի գա, սրանք անուն գա, ամանում չի գա, դրան կհասնի, հասկանում եք, եթե մեր pedagogan իշխանությունները չեն հասկանում սա, ստիպված մեր նման այսպես ասած վերլուծաբանները պիտի բարձրաձայնեն, որ հասկանան հարցի ուրեմն լրջությունը։ Երկրորդ, ես իրավունք չունենալով խոսել նախաձեռնող խմբի անունից, ուզում եմ հորդորել հենց իրենց, էլի ինքս շատ այս ակտիվությանը չադակովներից մեկը լինելով եւ աչագից ես եւս լինելու եմ օթանավագայարան զվարթնոց, եթե նա ժամանեց զվարթնոց, ուրեմն բայց եթե Ֆրանցիսկոս Պապը գալիս է, ինչպես դին Կոարը ասեց, նա ուրիշ պապ է, իրոք նա ուրիշ հոգևորական է, մեզ արդասովոր հոգևորականի այսպես գերբար է ներկայացնում, ուրեմն Ֆրանցիսկոս Պապի այստեղ եղած ժամանակահատվածում ինչ որ խժդժություն կամ խլրդում կամ որևէ բան անել իր ներկայությամբ, ես ինքս իբրև անց Սարգիս Հացպայան ճիշտ չեմ գտնում, պետք է ուրիշ քայլերի թիմելու համար ստիպողաբար Սուրբ Էջմիածինը գարձես թե սադրում է, անհասկանալի է իմ համար այս վերջին 6 օրվա լռությունը։ Հացայն պարպարող հանապատի, այս կան մարդիկ ոտքի են ելել, ուզում են ինչ-որ բանով բան հասկացնել, ինքը ագանչները փակ, փերանը փակ վիճակ է, սա նորմալ չի։ Ինձ թվում է հոգևոր խորհրդի նիստը դեղի ունենալու հենց Ֆրանցիսկոս Պապի գնալուց հետո, այնուամենայնիվ Էջմիածինի խոսնակ Վահրամ Քահանան է այդպես ասել, այսինքն 26-ին գնում է Ֆրանցիսկոս Պապը, 27, 28, 29 հոգևոր խորհրդի նիստ։ Հոգևոր խորհրդի նիստին մասնակցելու համար ամբողջ աշխարհի, փոխանցակ աշխարհի Հայաստանյան Արաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ, եպիսկոպոս ժամանած պետք է լինեն, պետք է օրագարկ մտցվի Արամ Աթեշյանի, այսպես ասած, այս խնդիրը, հիմա եկեղեցական այդ ժողովում գա նաև աշխարհիկներ, 20 հոգուց է փակացած, անուններ, ազգանունները գա, բանում նախաձեռնող խումբը հրաբարակել է այդ անունները, այդտեղ կարելի է ցուկ եւս զանգվածային լրատվամիջոցներ օգնել, որ յուրաքանչյուր այդ 20-ից գարձիկ հայտնի մամուլին հայրենի հասարակության եւ ըստ այնմ արվի այդ ինչ որ պետք է արվի։ Ցանկալի չէ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արդեն հազարավոր մարդկանցով գնալ, ինչ որ ձուշը բրդել, դինգոար շատ ես ընդվզում հասկանում եմ, բայց չի կարելի Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ձվերով եւ լոլիկներով հանդես գալ։ Դա կարելի է Արամ Աթեշյանին, կարելի է Զվարթնոցում, բայց ոչ այդտեղ։ Իսկ իրենց ասածի նման որ ոնց որ ռազմական քաղաքնիկ թաքցնում են իր քալը, շշմելու է։ Նախաձեռնող խումբը ամսու 22-ի համար էր իրադարձություն արել, ինչու Իստանբուլ Երևան չվերթով Արամ Աթեշյանը պետք է ժամաներ հենց ամսի 22-ին, հենց հասկացավ որ Հայաստանում գա ակտիվ մասսա ու թույլ չեն տալու այս ակցիոնը որ եղավ, այս ակցիոնի բանով ինքը իրեն բարդավորված զգաց, որբեսի փոխի իր այսպես ասած ուղին եւ Մոսկվայի վրայով ցանկանում է կա։ Հիմա ես չգիտեմ Մոսկվայով կա, Թուրքիայով կա, Իրանով կա,
մի հատ բան շատ հստակ է, եթե մենք հարգում ենք մեր անցյալը, եթե մենք հարգում ենք մեր անմեղ զոհերին, եթե մեր եկեղեցին նրանց սուրբի կարգավիճակ է տվել, սրբաթասել է, եկեղեցու մոտ է կնտագը եւ ինքը իր սրբաթասածին չի պիտի թողնի սրբաբղձել։ Սա իմ ընդամենը արարքն է, բայց խնդրեմ իրենք թողասեն։ Մի հարց ունեմ, պարոն Հապանյան, ամեն բանը անգամ Հարությունը պիտի զբաղվի համապատասխան դեսպանատների աշխարհով եւ այլն։ Սա թյուրիմացությունն է, սա անպատվությունն է։ Ես չգիտեմ, այս խայտարակությունից ո՞նց են դուրս։ Չէ, կարծում գուցե դիմաց հասենք նայեք։ Ես ընդհանրապես մտածում եմ, որպեսզի այդ բաներից խուսափի Չէ, Բունդեստագը երբ որ ամսի 2-ին ընդունեց, դա կապ չուներ, պարզապես համընկավ ըստիս, հիմա էլ քանի որ Հռոմի Պապի այցելության առթով բոլոր թեմերից գալիս են, նա եւս գալիս է։ Այն ուրիշ բան եմ ես մտածում, որ Մութաֆյանը իր ձեռքի զոհն է, կներեք արտահայտության ցավ։ Այս փաստերը, որ դուք բերեցիք դեռ վաղուց, նա ժամանակին վերացրել է իր մրցակիցներին։ Իթիվս դրանց Մութաֆյանը գուցե իր ձեռքով այնտեղ պարկած։ Դա էկզոտիկ է, նախաձեռնության նպատակն այն է, որ հանրությանը տեղեկացնենք, որ կա այսպիսի շարժում։ Այո, եւ բոլորս դեպի Զվարթնոց։ Այ կարգախոսով էր ասում, դուք եք ասում։ Ես պետք է ասեմ, բոլորս միասին դեպի Զվարթնոց։ Օրն ու ժամը մենք իրազեկենք դարձյալ լրատվամիջոցները։ Թափով սահմանել ակտիվ մասնակիցներ ակցիայի, եթե հայտնի Դե առայժմ որ չգիտեմ չենք կարող մենք գնալ Ամեն դեպքում աչալու բոլոր դեպքերում պետք է այո այդ բանը գա։ Իհարկե պիտի Եթե նա կարգալույց լինի Ուրեմն ասեմ ես կներեք հրաժարականը բանջելու ուրեմն իրավունքը ունի հենց Բոլսա հայ համայնքը կամ կոնե Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանցածող համայնքը, որտեղ ինքը պաշտոնավարում այդտեղ, հա, եւ այդ դեղաբայի ղարքավիճակը բոլիսում է։ Ինձ թվում է գա գազագերբվածության նախաձեռնություն բոլիսում երևի օրերս, ես չգիտեմ, Ագոս թերթը լույս է տեսնում յուրաքանչյուր չորեքշաբթի օրը, այսօր երկուշաբթի ենք, վաղը չէ մյուս օր երևի, հա, հավանականությունը շատ մեծ է, որ հայտարարություն կդպակրվի Ագոս շաբաթաթերթում եւ այսպես ասած Բոսահայ համայնքը իր գեցվածքը գտերսևորի հարցի արտեր, այդտեղ է ծեր հարցի պատասխանը համար եւ նաեւ Բոլսայ համայնքը ինձ թվում է այս հարցին լուրջ մոդենալու դեպքում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը գանի այդ քայլերը, որովհետեւ ի վերջո ազատվենք այս սրբաբղձից։ Այդ մարդը սրբաբիղձ է։ Մեր սրբություններն է բղձել կամ ծնգի կա ներողություն կխնդրի այդ փիլոնը իրեն սկեմը ինքնագամ կհանի, կասի ես 1000 անգամ ներողություն եմ խնդրում իմ ազգից, իմ ժողովրդից եւ մեղայականով հանդես կգա, այդ ժամանակ ես չգիտեմ արդեն հոգեվոր խորհուրդը ինչ կորոշի, բայց որ եպիսկոպոսատ ժողովի իրավասության դագն է այս խնդիրը, հա, Մայրաթորում, դա քննելի չի, սպասենք իրադարձությունների զարգացմանը
Իսկ թվում է լավ բան պիտի լինի։ Ես ակնկալում եմ, որ ողջախոհ կլինի թե հայոց pedagogiությունը, թե եկեղեցական հատվածը, հոգևոր հատվածը, եւ դա գաղված է բնականաբար նախաձեռնող խմբին եւ նրան աջակիցների, նաեւ Բոլորից ցուկալ իբրև զանգվածային լրատվամիջոց եղեք մեր գողքին, եղեք արդարության գողքին, եղեք բաղանջողների գողքին, որ մենք նման հոգևորականներից ազատվենք, էլի, այսպիսի մարդիկ հոգևոր տասին չի պիտի պատկանեն։ Նրանք չեն մեր ազգի գերբարը։ Մեր ազգի գերբարը պիտի լինի Շնորհք Պատրիարք Քալոսյանի նման մարդիկ, սրբության սրբոցներ, այսքան։ Տիկին Գոհար, մաղթենք հաջողություն բոլորից, այնպես անենք, որ իրոք այդ այցը չստացվի եւ կարծում եմ, որ այս նախաձեռնության այդ շարժման մեջ պարոն Հացպանյանի լուման այնքան է, որ մեր ամեն ասուլիսի ժամանակ հատկապես որը վերաբերում է Թուրքիային եւ Թուրքիայում ապրող հայկական համայնքին, Արամ Աթեշյանի մասին այնքան տեղեկատվություն է տվել լրատվամիջոցներին, որ այսօր պետք է որ բոլորը ճիշտ կողմնորոշվեն։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր լավ բարի գործի համար եւ Նաև խույս տանք այն մարդկանցից, որոնք կարող են այս առիթը օգտագործել նախաձեռնության անունից եւ անել մի այնպիսի արարք, որի համար հետո պատասխան տա նախաձեռնությունը։ Թող այդպիսի բաներ չլինեն, որտեղ կանխատեսել է ամբողջ այս մասա, եթե հավաքվեք ժողովուրդը, ամեն ինչ կանխատեսել է։ Մենք այդ կողմից զգուշավորվենք, որպեսզի ընտրովի, առայժմ ընտրովի կտանենք, իսկ հետո բայց մեծ աջակիցներ շատ